Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Մակինյան, քիչ անց կմեկնարկի Անդրանիկ Մակարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով հերթական դատական նիստը, մի փոքր կխնդրեմ մանրամասնել, հա, ինչ փուլում է գտնվում, կարծես թե տևական ժամանակ է արդեն դատաքննության փուլում է։ Ի վերջո ինչ ի հայտ եկավ, հա, գործիքնության արդյունքում։ Տեսեք, ավելի բարձ լինելով համար ձեզ հետևել ձևով պատասխանեմ, օրինակը բերելով այսպես, պատկերացրեք քննվում է բժշկական սխալի գործ առանց բժիշկների կողմից եզրակացության։ Այսինքն իրավաբան դատախազը համապատասխան կրթություն չունեցող վկաները, որոնք իրավաբաններ չեն, առիթի պրոֆեսիոնալ մասնակիցներ չեն, պետք է որոշեն, թե բժիշկը ճիշտ միջամտություն է կատարել, թե ճիշտ միջամտություն չի կատարել։ Սա նույն դեպքն է, մենք վարույթի նախաքննության փուլում քննչին որ խնդրել ենք փոխակնություն նշանակվի եւ պարոն Մակարյանի մեղավորության հարցին կարողանան անդրադառնալ մասնագետները, այսինքն բարձրագույն զինվորական կրթություն ունեցող մարդիկ, ովքեր կարող են միայն որոշել տվյալ իրադրությունը գեներալը սխալ թույլ տվել է, թե թույլ չի տվել։ Մենք պնդում ենք, որ սխալ թույլ չի տվել, քանի որ ամբողջ հաստական իրավիճակը ամբողջությամբ վերլուծել են, վերլուծությունները մեր մոտ են, համապատասխան փուլում դատանում կներկայացնենք։ Հիմա մենք վկաների հարցաքննության փուլում ենք, բարոյթի ոչ պրոֆեսիոնալ մասնակիցները բավականին իրարամաշ տեղեկություններ են հայտնում, որոնք հնարավորություն չեն տալու դատարանին կայացնել այնպիսի որոշում, որը կլինի քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, այսինքն չի համապատասխանելու հաղթարության սկզբունքին, չի կարողանալու հաղթահարել անմեղության կանխավարկածի շանը, մի խոսքով ստանալու ենք մի աբսուրդ վերջում։ Մենք բազմիցս այդ մասին բացատրել ենք, թե դատարանում ենք դատաքննության փուլում, որ այս հարցին կարող են անդրադառնալ միայն պրոֆեսիոնալ մարդիկ, այսինքն զինվորական գործի գիտակները, որը չի կատարվում։ Հիմա process-ը, որը մենք ընկել ենք այդ process-ի մեջ, ստիպված գնում գալիս են, ոչի բաներ չի պարզվում դատարանում, որտեղ դա դատարանում պարզելու հարց չի։ Ստորից եմ ասում, ոնց որ բժշկական սխալ քննվի առանց բժիշկների կարծիքի կամ ճանապարհատրանսպորտային պատահար քննվի առանց փորձագետի եզրակացության, սա այդ իրավիճակն է։ Սա մենք համոզված ենք, որ քաղաքական որոշման արդյունքում դատարանում, որտեղ մեր խոր համոզմամբ Արցախի հանրապետության քարտեզը բաժանվել է պետերների, նշանակվել են մեղավոր է նշանակված է պարոն Մակարյանը, նշանակված է, բայց մեղավոր չի, դա նշանակվում է, մենք հնարավորություն չունենք ինձ վերել լուսաբանելու, բայց համապատասխան փուլում մանավանդ Անդրանիկ Մակարյանի հարցաքննության ընթացքում մենք քննել ենք, որ նիստը հնարավոր լինի լուսանկարահանել, լուսանկարել ու հանրությանը ցույց տալ, որտեղ սա ռեպուտացիոն առումով նաև շատ կարևոր է գեներալի համար, որտեղ գեներալը պրոֆեսիոնալ զինվորական է եւ այդ խոր համոզմամբ գործել է տվյալ իրավիճակում ճիշտ, հակառակ գործելու պայմաններում շատ ավելի ողջ խնդիրներ կառաջանային, քան առաջացել է։ Այսքան է ասում։ Պարոն Մակինյան, իսկ դատակոչված վկաների շրջանում, հա, արդյոք չեն եղել նաև պրոֆեսիոնալ զինվորականներ, չգիտեմ, Օնիկ Գասպարյանը, այլ զինվորականներ, իրենք հարցաքննվել են այս գործով, ինչ են հայտնել դատարանում։ Չի կարող այս գործով ամբողջ ծավալը տեղեկությունների իրապետել, որտեղ քրեական գործի նյութերին չի իրապետել։ Պրոֆեսիոնալ զինվորականները պետք է քրեական գործի նյութերի ուսումնասիրման արդյունքում եզրակացան գային եւ եզրահանգման գային։ Այո։ Հարցաքննում են այդ զինվորականները, որոնք քրեական գործի նյութերի օբյեկտիվորեն չեն դուրս։ Ոնց ասու չի գործում։ Բոլոր կողմերը։ Այս բանը երևի ես կան ասեմ։ Պարոն Մակինյան, մի հարց, հա, ի վերջո ինչ պարզվեց, ինչու քիմիկների զորամասի զինծառայողներին, հա, տեղափոխեցին, այսպես ճակերտավոր ասած, սանրման աշխատանքներ իրականացնելու։ Արդյոք դա նրանք իրենց գործառույթների մեջ էր, հա, մտնում, կարող էին դա անել։ Քանի որ նրանք զինվորականները բոլորը կատարվել է գլխավոր շտաբի հրամանով, այդ սանրման աշխատանքները, այդ հրամանով հանձնարարվել է ստորաբաժանումները այդ աշխատանքները կատարել։ Իսկ այս ողբերգությունը տեղի ունեցել գործով հիմնավորված է ուղեկցողի սխալի պատճառով։ X տեղում կանգնելու փոխարեն շարունակել հասել մինչև Y տեղ եւ ընկել, այսպես ասած, այդ դարան չի կարելի ասել, որովհետեւ գործի նյութերով հիմնավորված է, որ անգամ հակառակորդն է
անակնկալի եկել, ընկել են մարտական գործողության մեջ ակամայից։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե հրամանի մեջ է, այլ ուղեկցողի սխալի մեջ, այո, դա գործով հիմնավորված է, փաստական տվյալը ինչ որ ես հայտնեցի, սխալը գործով հիմնավորված է, սխալը կատարել այն ինչ որ իրեն է հանձնարարված։